Բարի եւ ֆորտնյալ առավոտ սիրելի հարազատներս։ Երեմիա մարգարեության 51-րդ գլխի 47 խոսքում Աստված իր մարգարեի բերանով ասում է. Ոստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, եւ նրա ամբողջ երկիրը ամոթահար պիտի լինի, եւ նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ ողորմությանդ ու շնորհի գահի առաջ։ Աղոթում ու բարեխոսում եմ ինձ համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս համար, հայ ազգիս համար, ինձ լսողների ու նրանց ընտանիքների, նրանց գերդաստանների համար, բոլոր ազգերի համար, ու խնդրում եմ Տեր, ողորմած Աստված, արձակի կապանքները, կուրությունը, որ եկել է մեր մտքի, սրտի, հոգու ու աչքերի վրա, մեր հասկացողությունը քարացրել է, մեր կամքը կարծրացրել, մեր աչքերը կուրացրել, մթագնել, ու մենք չենք տեսնում, չենք հասկանում, չենք ընկալում, որ մենք էլ մեր կուռքերի, մեր չաստվածների գերին ենք, որ դրանց ենք մեծարում, դրանց առաջ ենք խոնարհվում, դրանց ենք առաջնայնությունը տալիս, դրանց ենք փնտրում, դրանցով ենք ուրախանում, դրանց ենք մեր կյանքի, մեր սրտի ուրախությունը դարձրել, ու վաղ թե ուշ դու ջախջախելու ես դրանց, ու մենք էլ ամոթահար, գլխիկորույս ու անհույս կմնանք, եթե շարունակենք մեր այս հպարտ, անաստված, կուռքերին պաշտող ու վստահող ճանապարհը։ Տեր ամեն մեկիս մեր տեղում, ըստ մեր կյանքի, ցույց տուր, թե ինչերն են կամ ում ենք մեր կուռքը դարձրել, առանց որի չենք կարող պատկերացնել մեր կյանքը, չենք կարող ապրել։ Ու տուր մեզ իմաստություն, զորություն, կամքի ուժ, որ հետ դառնանք այդ կործանարար ընտրություններից ու ճանապարհից։ Թող դրանց զորությունը, իշխանությունը, ազդեցությունը մեր վրայից քանդվի քո զորությամբ, քո ողորմությամբ, քո շնորհով, Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով ու այն կատարյալ, ամբողջական փրկագնմամբ, որ նա արեց խաչի վրա։ Իմ աղոթքն է, Տեր, որ ամեն ոք ծնկի Հիսուսի առաջ, ընտրի Հիսուսին, ապաշխարի, նրան հրավիրի իր կյանք, իր սիրտ, Հիսուսին իրեն Տեր ու Փրկիչ հռչակի, ու իր բոլոր կուռքերին կապի ու գցի Քրիստոսի ոտքերի տակ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա եկեք վերադառնանք Ելից գրքին 7-րդ գլխում ենք, շարունակենք այսօրվա հատվածի ընթերցումը ու մեկնաբանությունը։ Իսկ նախկին դասերը դուք լսեք եւ ոչ միայն լսեք, այլ կիսվեք ու տարածեք։ Ձեր մասնակցությունը բերեք Աստծո թագավորության գործին, Աստծո փառքի համար։ Տերը խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ ասելով. Եթե փարավոնը խոսի ձեզ հետ եւ ասի մի հրաշք ցույց տվեք, այն ժամանակ դուք ասես Ահարոնին. վերցրու քո գավազանը ու գցիր փարավոնի առաջ, եւ դա վիշապ կդառնա։ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ եւ արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնը իր գավազանը գցեց փարավոնի եւ նրա ծառաների առաջ եւ այն օձ դարձավ։ Փարավոնը կանչեց իմաստուններին եւ կախարդներին իր, Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնը արեցին։ Յուրաքանչյուրը իր գավազանը գցում էր եւ դրանք օձեր էին դառնում, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ Փարավոնի սիրտը կարծրացավ եւ նրան չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։
Հայր, գոհանում են քո սուրբ խոսքերի համար, քո ճշմարտության համար եւ աղոթում եմ Տեր, որ մենք էլ մեր սրտերը չկարծրացնենք քո լույսի հանդեպ, քո խոսքի հանդեպ, քո ճշմարտության հանդեպ։ Չկարծրացնենք մտածելով սա միայն Իսրայելին է վերաբերում։ Չմտածենք կարծրացնելով, որ սա 5 կտակարանն է, մենք շնորհի տակ ենք։ Չկարծրացնենք ականջ չդնելով քո զգուշացումներին։ Օգնիր մեզ Սուրբ Հոգի Աստված, աշխատի ամենքի սրտում։ Տեր, խնդրում եմ չլսողներին բերես լսելու, Տեր ջան։ Մովսեսն ու Ահարոնը կրկին ներկայանում են փարավոնի առաջ։ Տերը խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ ասելով. «Եթե փարավոնը խոսի ձեզ հետ եւ ասի. մի հրաշք ցույց տվեք, այն ժամանակ դուք ասես Ահարոնին. վերցրու քո գավազանը ու գցիր փարավոնի առաջ, եւ դա վիշապ կդառնա»։ Վերցրու քո գավազանը ու գցի փարավոնի առաջ, եւ դա վիշապ կդառնա։ Եթե հիշում եք նախկին դասերից, Աստված նման նշան Մովսեսին մի անգամ էլ անել տվեց, երբ Մովսեսին ասում էր. «Ես քեզ հրաշքներ անելու կարողություն կտամ»։ Բայց այդ նախնական հրաշքը, որ գավազանը օձի վերածվեց ու հետո նորից գավազանի, դա պիտի նախ արվեր Իսրայելի առաջնորդների համար, որ նրանք կներեք, հազար ներողություն, ես ապտի մերացրած չնեի։ Ես մասը պիտի նորից ընթերցեմ, ներողություն եմ խնդրում։ Ուրեմն, այս նշանը Աստված Մովսեսի հետ մի անգամ էլ էր արել սկզբնական, երբ որ Մովսեսին ասում էր քեզ հրաշքներ անելու կարողություն պիտի տամ։ Եվ գավազանը օձ դարձնելու նշանը պիտի հետո Մովսեսը աներ նախ Իսրայելի ավագների առաջ, որպեսզի նրանք հասկանային ու հավատային, որ Մովսեսին ուղարկողը Տեր Աստվածն էր։ Սա կարող եք հիշեցման համար կարդալ Ելք գրքի 4 գլխի 1-ից 9 խոսքերում։ Այժմ Աստված հրամայում է, որ եթե փարավոնը հրաշք պահանջի հավատալու համար, առաջինը այս նշանը կանես։ Կարևոր է, որպեսզի Աստծո հրամանին հետևել, հերթականությունը բաների չփոխել, չմտածել, որ մենք ավելի լավ գիտենք, քան Աստված։ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ եւ արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Մենք գիտենք, որ երբ առաջին անգամ Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ, իրենց առաքելությունը չընթացավ այնպես, ինչպես իրենք ակնկալում էին։ Փարավոնը իրենց մերժեց ու դուրս հրավիրեց թագավորական պալատից։ Եվ հիմա մեծ քաջություն, համարձակություն էր պահանջվում եւ նաեւ հավատ Աստծո հանդեպ, որպեսզի Մովսեսն ու Ահարոնը կրկին փարավոնի մոտ գնային, եւ իրենց վախերը, կասկածները մի կողմ են դնում ու պարզապես հնազանդվում են Աստծուն։ Ճեղքում գալիս է այն ժամանակ, երբ մենք մեր կասկածները, մեր վախերը դնում ենք մի կողմ, վստահում ենք ու հնազանդվում ենք Աստծուն։ Ահարոնը իր գավազանը գցեց փարավոնի եւ նրա ծառաների առաջ, եւ դա օձ դարձավ։ Սա մեկնաբաններ են ասում, ու ես ուսումնասիրություն արեցի, որ սա բոլորովին նույն հրաշքը չէր, որը Մովսեսը տեսավ Սինա լեռան վրա եւ հետո կատարեց Իսրայելի երեցների առջեւ։ Եկեք կարդանք նախ հիշելու համար Ելք գրքի 4 գլխի 2-ից 5-ը, առաջին անգամ, որ սա տեղի ունեցավ։ Տերն ասաց նրան. «Այդ ինչ է քո ձեռքին»։ Մովսեսը պատասխանեց. «Գավազան»։ Տերն ասաց. «Գետնին գցիր դա»։ Մովսեսը գետնին գցեց գավազանը եւ այն օձ դարձավ եւ Մովսեսը փախավ նրա առջևից։ Տերն ասաց Մովսեսին. «Երկարիր ձեռքդ եւ բռնիր պոչից»։ Նա երկարեց իր ձեռքը ու բռնեց եւ օձը գավազան դարձավ նրա ձեռքում։ Որպեսի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Հիմա կարդանք 4 գլխի 29-ից 30-ը։ Մովսեսն ու Ահարոնը գնացին եւ հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ավագներին,
Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին, և ժողովրդի առաջ նշաններ արեց, ներառյալ այս գավազանը օձի դարձնելու և հետ գավազան նշանը։ Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները, նրանք խոնարհվեցին և երկրպագեցին Տիրոջը։ Այս երկու հրաշքների ժամանակ Մովսեսի գավազանը վերածվեց, այսպես ասած, սովորական, ոչ արտառոց օձի, իսկ այս հատվածում, երբ այն արվում է փարավոնի և նրա ատենակալների առաջ, եբրայերեն մեկ այլ բառ է օգտագործվում, որ ավելի շատ վիշապի կոկորդիլոսանման մի կենդանի ի նկատի ունի, որը Եգիպտոսի խորհրդանիշն էր, ու ոչ միայն խորհրդանիշը, այլև նրանց չաստվածներից մեկը, Սոբեկ Աստված անունով, ու եթե Google-ով փնտրեք, նկարները կտեսնեք, Սոբեկ Աստված, նկարներում մարդն է էսենց կոկորդիլոսի գլխով, կամ հենց այդ կոկորդիլոսի գլխով արձաններն են, որոնց նրանք երկրպագում են։ Այսինքն հասկանում ենք, որ Տիրոջ պատերազմը այստեղ այսպես կոչված չաստվածների դեմ է, որոնց պաշտում էին եգիպտացիները։ Սրանք հոգևոր դիվային բաներ են, որ գերում են մարդկանց, դառնում մարդկանց կուռքը, խաբում նրանց, թե իբր աստվածներ են և հեռացնում մարդկանց ճշմարիտ Աստծուց, Եհովա Աստծուց։ Եբրայերենում այս բառը տանին բառն է, որ ստացվում է այսպես. երբ Ահարոնը իր գավազանը գետնին գցեց, գավազանը դարձավ մեծ օձ, վիշապ կամ կոկորդիլոս, և այս կենդանու կապը, որպես Եգիպտոսի խորհրդանիշ, որպես Եգիպտոսի չաստված, պարզ երևում է հետևյալ սուրբ գրություններում։ Սաղմոս 74:13 խոսքում. Դու ծովը պատռեցիր քո զորությամբ, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մեջ։ Եվ նաև Եզեկիել 29:3-ում. խոսիր և ասա, այսպես է ասում Տեր Աստված. ահա ես քեզ դեմ եմ, ով Եգիպտոսի փարավոն թագավոր, ով մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես իմ գետն իմն է և ես եմ շինել ինձ համար։ Ու տեսնում ենք, որ հիմա էլ փարավոնի մոգերը, կախարդները ընդօրինակում են Ահարոնի գավազանի հրաշքը։ Փարավոնը կանչեց իմաստուններին և կախարդներին, Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնը արեցին։ Աստծո արած հրաշքը Մովսեսի և Ահարոնի միջոցով, գավազանի միջոցով իրական հրաշք էր, անվիճելի հրաշք էր, բայց հենց այն ժամանակ սատանան փարավոնին տալիս է Աստծո զորությանը, Աստծո հրաշքին կասկածելու պատճառ։ Եվ դա անում է հենց փարավոնի ծառաների միջոցով։ Ու փարավոնը ընտրում է կառչել այդ կասկածից և նորից կարծրացնում է իր սիրտը։ Փոխարենը հնազանդվի Աստծուն։ Եվ նաև պետք է հասկանանք, որ կախարդանքը շատ տարածված էր Եգիպտոսում, և մի շարք պապիրուսներ եգիպտական վերաբերում են հենց նման կախարդություններին։ Յուրաքանչյուրն իր գավազանը գցում էր և դրանք օձեր էին դառնում։ Ակնհայտ է, որ սա պարզապես ֆոկուս չէր։ Եգիպտացի մոգերի այս կախարդանքները խավարի դիվային ուժի օրինակներ էին, որոնք դրսևորվում էին հրաշքների տեսքով։ Նման հրաշքները կամ առնվազն թվացյալ հրաշքները սատանայի զինանոցի մասն են կազմում։ Պողոսը հետագայում գրում է այս թեմայի շուրջ երկրորդ Թեսաղոնիկեցիների նամակի 2 գլխի 9-10 խոսքերում։ Եկեք կարդանք. նրա, այսինքն հակաքրիստոսի գալուստը սատանայի ներգործությունից է ամեն տեսակ զորությամբ, նշաններով և սուտ հրաշքներով և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են,
փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Այսինքն, հակաքրիստոսի ժամանակ արվելու են հրաշքներ սատանայական ուժով, եւ այն մարդիկ, որ կորստյան ճանապարհին են, որ ընտրել են այդ ճանապարհը, խաբվելու են եւ հավատալու են այդ ամենին, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որ Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն ինչ պիտի սովորենք ու հասկանանք այս ամենից, որ սա նշանակում է, որ հրաշքները կարող են ապացուցել, որ ինչ որ բան գերբնական է, բայց դրանք չեն ապացուցում, որ այդ արվածը ճշմարիտ է, Աստծուց է, ընդունելի է, մեզ չի տանի կործանման, որ մենք դրանց պիտի սուս ու փուս հավատանք, թե Աստծուց է ու ցանկանանք այդ հրաշքները։ Այս եգիպտացի մոգերը խելացի, ուսում ստացած գիտուն մարդիկ էին, բայց նրանց պակասում էր Աստծո իմաստությունը։ Նրանք շարժվում էին սատանայական ուժով եւ ոչ թե Սուրբ Հոգով։ Պողոս առաքյալը սա է ասում նման մարդկանց մասին 2 Տիմոթեոս 3:7-9 խոսքում։ Սրանք մարդիկ են, որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում։ Այս մարդիկ, որ մտքով ապականված են եւ հավատի մեջ կեղծ։ Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որտեղ դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։ Սա նաև նշանակում է, որ նման մարդիկ մեր շուրջն են, եկեղեցում են, իրենց քրիստոնյա են ասում, բայց դա չի նշանակում, որ այդպես է։ Բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ Փարավոնի սիրտը կարծրացավ եւ նրանց չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։ Աստված այստեղ ցույց տվեց իր գերակա, անհամեմատելի ու անանցանելի զորությունը Եգիպտոսի խորհրդանշի, չաստված Սոդեկի, այդ Կոկորտիլոսի կամ նմանատիպ արարածի հանդեպ։ Ու Աստված ցույց տվեց իր զորությունը որպես մեսիջ, որպես ուղերձ եւ փարավոնի եւ մնացած բոլորի համար, ու նաեւ մեզ համար։ Դա մի ուղերձ էր, որը փարավոնը ի դժբախտություն իրեն, իր երկրի ու իր ազգի անտեսեց, կարծրացնելով իր սիրտը։ Ուրեմն սիրելի մարդ, պետք է հասկանանք, որ Աստծո զորությունը ավելի մեծ է, ավելի զորավոր է, քան որևէ բան, որ կա այս աշխարհում, քան մենք ու մեր ստեղծված կուռքերը, ինչպես նաև մեր գործած մեղքերը, մեր սխալները ու մեր անիրավությունները, ու Աստծո զորությունը կարող է կուլ տալ, լափել մեր կուռքերը, մեղքերը եւ այլն։ Եվ հենց դա տեղի ունեցավ խաչի վրա, Քրիստոսի զոհողությամբ, Քրիստոսի հարությամբ, Հիսուսի սուրբ արյունը կուլ է տալիս մեր մեղքերը, վերացնում է մեր մեղքերը, եթե մենք ընդունում ենք նրա զոհողությունը, եթե մենք ապաշխարում ու խոստովանում ենք, որ մենք մեղավոր ենք, եթե մենք վստահում ենք, Հիսուսի անվանը հավատում ենք ու հնազանդվում ենք։ Իսկ եթե մենք փարավոնի պես հակառակվենք, կասկածենք ու չհնազանդվենք, մեր սրտերը գնալով ավելի կկարծրանան, մեր միտքը գնալով ավելի կքարանա, մեր աչքերը ավելի կկուրանան ու չարիք կբերենք մեր գլխին, կործանում մեզ համար, մեր սերունդների, մեր երկրի համար եւ անգամ մեր ազգի համար։ Աստծո նպատակը դա չէ։ Աստծո նպատակը, որպեսզի մենք դարձի գանք, փրկություն գտնենք, բայց մենք ընտրություն ունենք կատարելու, եւ ընտրությունը միայն մերն է։ Արդյոք փարավոնի պես կբռնվենք կասկածելու հնարավորությունից, կդիմենք կախարդությունների ու գուշակությունների ու Հելովինի ու չգիտեմ ինչ չարիքների, որոնք աննկարագրելի կործանում կբերեն մեր կյանք, թե կհնազանդվենք Աստծուն, կանսանք նրա ձայնին եւ դարձի կգանք։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։
Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիդ եւ խնդրում Տիրոջ ողորմությունն ու պաշտպանությունը։ Թող Հիսուսի արյան ծածկոցը ամենքիս վրա լինի։ Եվ Տեր, խնդրում եմ, թե երազներով, թե տեսիլքներով, դու գիտես, Տեր, ամեն մեկը ինչպես, ինչ իրավիճակ պիտի լինի, որ սիրտը բացի եւ արձագանքի, արա այն, ինչ դու գտնում ես անհրաժեշտ, որպեսի փրկություն գա մեր կյանք, որպեսի մենք հետ դառնանք չարիքից, խոսի մեր սրտերի հետ, Տեր ջան, դու ուղիղ կապով խոսի մեր հոգիների հետ, հպվի Սուրբ Հոգով մեր ընտանիքներին ու հարազատներին ու մեր ազգին, Տեր ջան, փառք ու պատիվ ենք տալիս քեզ, այն ամենի համար, որ դու անում ես մեր կյանքերում, մեր երկրում, անկախ նրանից մենք ճիշտ ենք գնահատում այդ ամենը, ճիշտ ենք հասկանում ու մեկնում, թե ոչ, թող քո կատարյալ կամքը լինի, Տեր, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։